Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի տունը ողջ օրը խուզարկեցին, քիչ առաջ ես կապվեց իրենց հետ տեղեկություն ստացա, որ հակակոռուպցիոն է տեղափոխել իրեն Երևան, ընդ որում այն դեպքում որ Կարապետյանը ընդհանրապես այս անգամ ընտրություններին չի մասնակցում, կամ այդ կնոջը, խեղճ կնոջը Հայաստան Դաշինքից ինչի տարան պատգամավորի տեխնացու, ըստ էության վերջին օրով ինչ է կատարում, պարոն Գրիգորյան։ Նայեք, ժողովուրդ, այս առումով արդեն 2 ամիս է մենք ամեն օրվա ռեժիմով գրեթե մենք տեսնում ենք նմանատիպ բաներ, ձերբակալություններ, ճնշումներ, վախի մթնոլորտ տարածել ժողովրդի մեջ, որովհետեւ ավելի շատ տրամադրություններ են, նաև տեսնում ենք վիդեոնյութեր է տարածվում հաջախագի մարդկանց վախեցնելու միտումով ոչ չկնակ ընտրությունների, այս ամեն ինչը մի նպատակ ունի։ Իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի մարդկանց մոտ խորը վախի մթնոլորտ ձևավորվի եւ մարդիկ ընտրության չգնան եւ դա հասկանալի է իրենց ընտրազանգվածը գնալու է ընտրության, իսկ ընդդիմադիր ընտրազանգվածի մոտը լուրջ վախի մթնոլորտ են տարածում, հարավոտ շուտ իմ թիմագիցներից են ձերբակալել։ Այսօր։ Այո, այսօր էլի տարել են հակակոռուպցիոն կոմիտե, այս պայմանությամբ դեռ ինֆորմացիա չունենք, թե ինչ վիճակում է, չնայած փաստաբաններին ասվել է, որ հետաքրքրվեն, գնան դեր կանգնեն, մի քանի թիմագիցներ վստահված անձինք, ովքեր որ առավոտյան պիտի տեղամասում լինեին, մինչև այս պահը այդ մարդկանց էլ ոնց որ թե տեղեկություն չկա, չեն կարող կապի դուրս տանք եւ հավանաբար էլի ինչ որ մի բան այդ մարդկանց հետ նորմալ չի։ Բնական բան է իրենց պարագայում արդեն, այս էլ երկրորդ ընտրությունն է, որ 25 թվականի քաղաքապետի ընտրություններից հետո սա արդեն երկրորդ ընտրություններն է, որ մենք տեսնում ենք իշխանության ցայտնոտային վիճակը, խառնված վիճակը եւ հուսանք, որ գյումրեցիները, շիրակցիները, Հայաստանի Հանրապետության բնակիչները հետևություն կանեն այս ամեն ինչից եւ դուրս կգան տներից, կգնան ընտրության։ Սա շատ կարևոր է եւ կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության բնակիչը վերջապես կողմնորոշվելու է եւ իր որոշումը կայացնելու է այսօր։ Տարբերվելու է այս ընտրությունը, պարոն Գրիգորյան։ Դե արդեն տարբերվում է վատ առումով, տարբերվում է ռեպրեսիաների, ճնշումների համատարած արդյունքները տեսնենք, արդյունքները մեզանից կախված է, այսպես ասեմ, կոնկրետ ընդդիմադիրներից, իմ մասով Գյումրի քաղաքում Շիրակի մարզում մաքսիմալը արվել է, քարոզարշավ, շատ լավ քարոզարշավ են կարել, շատ մարդկանց հետ հանդիպումներ են ունեցել, իսկ մնացածը արդեն պայմանավորված է ժողովրդի որոշմամբ կգնան ընտրության թե չէ։ Նաև ժամանակին ասել են, եթե շատ մարդ չգնաց ընտրության, արդյունքները վատ է լինելու։ Ինչպես կգնահատեք նաև ձեր շանսերը հաղթելու, խորհրդարանական ընտրություններում։ Շանսերը էլի ժողովուրդ կապված է մարդկանցից, կախված է թե մարդկանց վրա այս ճնշումները ինչ ազդեցություն կունենա եւ այդ ճնշումները հասկանալի է, որ կոնկրետ այդ ճնշումները մեր թիմագիցների կամ մեզ ուզող մարդկանց է ուղղված այդ ճնշումները եւ այս պարագայում տեսնենք թե ինչքանով ժողովրդի մոտ ազդեցություն կթողնի այս ճնշումները եւ ինչքանով մարդիկ կվախենան դուրս գան ընտրությունների մասնակցեն, բայց ասեմ որ վախենալու բան չկա, մնացել են տամենը մի քանի ժամ։ Քանի հոգու են ձերբակալել։
Դե մինչև այս երկու հոգի թիմագիցներիցս կալանավորված են, մեկը քրեակատարողական հիմնարկում է, մյուսը տնային կալանքի մեջ է, մեկին այսօր են ձերբակալել, մի քանիսից արդեն ասեցի տեղեկություն դեռ չունենք, թե ինչ վիճակում է գտնվում, բայց չենք ընկճվում, չենք հուսահատվում, պայքարում ենք մինչև վերջ։ Եվ վերջին հարցը, հանուն ինչի եք այսօր մասնակցել ընտրություններին։ Միանշանակ հանուն Բարգավաճ Հայաստան ունենալու։